Քաղաքական ուժերի վերադասավորումները, որոնք տեղի են ունենում հիմա, իդեմս նոր դաշինքների ձևավորման ցույց են տալիս։ Մեծ մասամբ դաշինքներում միավորվում են մարդիկ, որոնց նախորդ հռչակած քաղաքական ծրագրերը ընդհանրապես նույնիսկ դույզնից չեն առնչվում միմյանց։ Քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը լրագիր EM-ին այս առնչությամբ ասել է. Մեջբերում եմ, այդ դաշինքների անդամներից մեկը օլիգարխիկ համակարգի, հետևաբար ժողովրդի աղքատացման մեղավորն է։ Մյուսները խոշոր պաշտոնյաներ են, որոնք ժամանակին բավականաչափ տապալիչ գործունեություն են ունեցել իրենց պաշտոններում եւ նույնիսկ մեղավոր են մարտի 1-ի արյունահեղության մեջ։ Մեջբերման ավարտը։ Հիմա այդ է իշխանության փոփոխությունը, դա է արդյոք ակնկալում Հայաստանի ժողովուրդը։ Ազատության ուղիղ եթերում տեսակետների խաչմերուկ հաղորդաշարում այսօր ձևավորված դաշինքներից երկուսի ներկայացուցիչներն են Լուսավոր Հայաստան կուսակցության քաղաքական խորհրդի եւ Երկդաշինքի անդամ Հայկ Կոնջորյանը եւ Համախմբում կուսակցության վարչության անդամ Գեգամ Նազարյանը։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հրավերը։ Պարոն Նազարյան, իրավապաշտպան Արթուր Սաքունցը իշխանությունից դուրս եկող եւ քաղաքականությամբ զբաղվող գործիչներին անվանել էր պալատական ընդդիմություն, որոնք չեն կարող իրականում դեմ գնալ իշխանությանը եւ նա ասել էր, որ նրանք չեն կարող պալատի սահմաններից դուրս գալ, որովհետեւ միանգամից մեկ օրվա ընթացքում կդառնան բոմժ։ Քանի որ այն կուսակցությունը, որը դուք եք ներկայացնում, իր շուրջը համախմբվում է դաշինք, դեռևս անվանում չունեցող դաշինք, որտեղ կան առնվազն այս պահին արդեն երկու նախկին պաշտոնյաներ, ինչպես է վերաբերվում այս կարգի գնահատականներին։ Սաքունցը արմատապես սխալվում է, որովհետև համաշխարհային փորձներ ցույց է տալիս, որ եթե մարդը նախկինում պաշտոնյա է եղել, բարձր պաշտոն է զբաղեցրել, դա դեռ չի նշանակում, որ ինքը կպածե նախկին իշխանությանը եւ ոչինչ չի կարող անել իր երկրի համար։ Ես բերեմ միայն մեր հարևան Վրաստանի օրինակը, այսքանով բավարարվեմ։ Սահակաշվիլին արդարադատության նախարար էր Շևարդնաձեի կառավարությունում եւ ինքը Վարդերի հեղափոխության առաջնորդն էր։ Այսպիսի օրինակները շատ կարող են բերել, չկենտրոնանամ դրա վրա, բայց ես ուզում եմ ասել, որ ինչպես յուրաքանչյուր մարդ անհատ ինքը տարբեր է, այնպես էլ իշխանությունից դուրս եկածները բոլորը նույնը չեն, մեկը կարող է Սաքունցի բնորոշմանը համապատասխանի, մյուսը չհամապատասխանի, այնպես որ այդպիսի միանշանակ գնահատականներ ես չեմ սիրում տալ եւ որևէ մեկին խորհուրդ չեմ տալիս այդպիսի գնահատականներ տալ եւ Վարդան Օսկանյանը, երբ որ 2008 թվականին հրաժարվեց իրեն առաջարկվող բոլոր պաշտոններից եւ դուրս եկավ իշխանությունից, ցույց տվեց կյանքը, որ կարողանում է շատ հանգիստ գործունեություն ծավալել, նաեւ իշխանական բուրգից դուրս։ Տալաքյանը, Սերյան Օհանյանը, ձեր կուսակցության վարչության անդամ Կարեն Անդրեասյանը ասել էր Սերժ Սարգսյանի հրամանագրի թանաք անգամ չի չորացել իրենց դեպքում։ Ենթադրենք չի չորացել հետո։ Շատ լավ։ Զարմանալի է, բայց այս հարցում այս օրինակ գնահատականները, որը մեջ բերեցի, եւ իշխանության փաստարկները զարմանալիորեն համընկնում են։ Օրինակ Ազատության հետ զրույցում ՀԹԿ խմբակցության ղեկավար Վարան Բաղդասարյանը ասել էր 20 տարի շարունակ իշխանության առանցքային պաշտոնները զբաղեցրած անձը չի կարող մեկ օրում դառնալ արմատական ընդդիմություն, սա ասել էր հատկապես Սերյան Օհանյանի հայտարարությունների հետ կապված, նա ասել էր արմատական ընդդիմությունը ծնվում է տարիների ընթացքում, գաղափարական է լինում, ես չեմ կարծում, որ մեկ շաբաթում, մեկ ամսում գաղափարներ կարող են փոխել եւ լինել ինչ որ նոր քաղաքական գաղափարներ կրող քաղաքական գործիչներ։ Այս համընկնումը արդյոք պատահական է։ Նախ ես իշխանության ներկայացուցիչների կողմից ընդդիմության վերաբերող բնորոշումներին լուրջ չէի ընդունել, որովհետև վստահ եմ, որ նրանց մեծ մասը չի հասկանում ինչ է նշանակում ընդդիմություն եւ չի պատկերացնում իրեն այն կարգավիճակում, ինչի մասին որ խոսում է։ Սա մեկ, եւ երկրորդ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ կամ պետական նախկին պաշտոնյա, որը ցանկանում է իշխանությունից տեղափոխվել ընդդիմադիր դաշտ, ապա կարելի է դա համարել բնական եւ տրամաբանական ժողովրդավարական երկրների կոնտեքստում, եթե առնվազն 1-2 չափանիշներ ապահովված են, հա, դրանք թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը։ Եթե պետական պաշտոնյան, որը նախկինում գտնվել է իշխանության մեջ եւ ինչ-ինչ պատճառներով դուրս է եկել իշխանությունից եւ հայտնվել է ընդդիմադիր դաշտում եւ հայտնում է, որ ունեցել է որոշակի անհամաձայնություններ եւ հենց այդ անհամաձայնության պատճառն է իր ընդդիմության, ընթացքում թե հետո։ Ընթացքում, խոսքը ընթացքի մասին է, հա, որովհետեւ ենթադրվում է, որ տվյալ պետական պաշտոնյան ունեցել է որոշակի տարաձայնություններ, որոշակի շահերի բախում եւ այլն, որ որոշել է իշխանությունից դառնալ ընդդիմություն։ Հիմա շատերը Հայաստանում արդարացիորեն ցանկանում են հասկանալ բոլոր այն նախկին պետական պաշտոնյաները, ովքեր այժմ մեկ շաբաթ, մեկ ամսվա ընթացքում պետական իշխանությունից դարձել են ընդդիմություն,
ինչ գործընթացների արդյունքում են նրանք դարձել ընդդիմություն, ինչ անհամաձայնություններ են տեղի ունեցել։ Գուցե օրինակ Սերյան Օհանյանի պարագայում բանակի կառավարման քաղաքականության շուրջ նրա եւ Սերժ Սարգսյանի միջև եղել են էական տարաձայնություններ, մարդիկ ցանկանում են դա իմանալ։ Եթե այդ թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը լինի եւ քաղաքացիները դա տեսնելով փաստարկված հասկանան, որ Սերյան Օհանյանի, Վիկտոր Դալաքյանի եւ մյուսների իշխանությունից ընդդիմություն դառնալը տրամաբանված է, ապա այդ դեպքում ես կարծում եմ, որ նման հարցեր չի առաջանում։ Ես հիմա հույս ունեմ, որ պարոն Նազարյանը կպատասխանի ձեր հարցադրումներին, բայց մինչ այդ ուզում եմ մեջբերել, թե Սերյան Օհանյանը ինքը իր հայտարարության մեջ այս կապակցությամբ ինչ է ասել, լսենք։ Պատասխանատվություն կրելով ինձ վստահված ոլորտի բանակի խնդիրների, մեր զինծառայողների համար ես ի պաշտոնե իրավասու չէի եւ չէի կարող միջամտել պետության մյուս կառույցների գործունեությանը։ Այս փաստարկը ձեզ համար բավարար է, ուղղակի հնարավորություն չի ունեցել, իրավասություն չի ունեցել միջամտելու եւ ուստի այս տարաձայնությունները չէին կարող բացահայտվել։ Գործունեության ընթացքում քաղաքական Սերյան Օհանյանը դեռ ժամանակ եւ առիթներ կունենա անդրադառնալու այս եւ այլ հարցերին, որոնք հետաքրքրում են հանրությանը, այդ շարքը սկսված է եւ կշարունակվի եւ ճիշտ է ասում, պետք է գործեն գործիչները բոլորը թափանցիկ եւ բաց հանրության համար, որպեսզի ստվերային խոսակցությունները հնարավորինչափ քիչ լինեն, հատկապես որ իշխանությունները առանց ես չեմ ուզում գնահատական տամ, բայց շատ տխուր է կողքից նայել, երբ որ իրենց նախկին ընկերոջ հասցեին մեկ օրում արմատապես փոխում են իրենց կարծիքը եւ սկսում են այնպես չի, որ նախկին ընկերն էլ չի սկսում հակադիր տեսակետներ թող հանդես կամ, բայց անձնական վիրավորանքներ հասցնելը դա արդեն գիտեք հասուն տղամարդուն վայել արարք չի եւ գիտեք մեր կուսակցությունը, իմ կուսակից ընկերները մենք որդեգրել ենք այնպիսի կեցվածք, որ չվիրավորենք անձնակ, եթե գաղափարական կամ ինչ-որ քաղաքական հակասություններ հարցերում տարակարծիք ենք, դա նորմալ է, բայց երբ որ արդեն փաստարկներ չունենալով սկսում են անհատական վիրավորանքներ, անձնական վիրավորանքներ հասնել, դա անընդունելի է մեզ համար, ինչ վերաբերում է Սերյան Օհանյանին, ապա ես նորից եմ ասում, ինքը կտա այդ հարցերի բացատրությունը, կտա պարզաբանումը, բայց ես ուզում եմ հիմա շեշտեմ մի բան, Սերյան Օհանյանը ստացել է բազմաթիվ առաջարկներ, որոնք շատերը կերազեին նման պաշտոններ ունենային, բայց ինքը մերժել է, բնականաբար մերժել է, հասկանալով, որ երկրի առջև ծառացած խնդիրները արդեն արմատական լուծում են պահանջում, որովհետև բանակի խնդիրները հնարավոր չէ լուծել միայն բանակի ներսում, երբ որ դու ունես թույլ տնտեսություն, երբ որ դու ունես մի երկիր, որտեղից արտագաղթի տեմպերը արդեն սարսափելի չափսերի են հասնում, բանակը ինքը չի կարող իր խնդիրները լուծել, ուստի Սերյան Օհանյանը խնդիր է դրել փորձել նպաստել իր լուման ներդնել, որպեսզի Հայաստանում առողջ փոփոխություններ տեղի ունենան եւ այդ թվում նաեւ քաղաքական դաշտը առողջանա, որի հետևանքով տնտեսությունն է կառողջանա, որը իր դրական ազդեցությունը կունենա բանակի եւ մյուս բոլոր ոլորտների վրա։ Քիչ առաջ ես Կարեն Անդրեասյանի մի հայտարարությունը մի այլ համատեքստում հիշատակեցի, բայց մի բաներ եմ ուզում մեջբերեմ, որ ճիշտ է ասած է հենց համախմբում դաշինքի կամ չգիտեմ ինչ անուն կունենա կապակցությամբ, բայց ինձ թվում է կարող է վերաբերել նաեւ ընդհանրապես դաշինքներին։ Կարեն Անդրեասյանը հայտարարության մեջ պնդել էր, չի կարելի նույնիսկ հանուն բոլորիս երազած իշխանափոխության խառնել կոռումպացված ու չկոռումպացված մարդկանց, աշխարհաքաղաքական հակադիր կողմնորոշումները, արժեքային ծայրահեղ տարբեր բևեռները, քանի որ այս դեպքում մեծ է պարտության հավանականությունը ու կա նաև վտանգ, որ հաղթանակի պարագայում դևին սպանողը ինքը դև կդառնա։ Ես հիմնականում կարելի ասել բացառապես համաձայն եմ Կարեն Անդրեասյանի ձևակերպումների հետ, այդ տեսական ձևակերպումների հետ, որովհետև միանշանակ ես կարծում եմ, որ լինի դա քաղաքականության բնագավառում, թե լինի հասարակական կյանքի տարբեր այլ բնագավառներում, դու պետք է լինես ավելի լավը, քան թե այն, ինչը որ դու ցանկանում ես փոխել։ Եթե այդ տարբերությունը գոյություն չունի քո եւ այն բանի միջև ինչը որ դու ցանկանում ես փոխել, ապա դա ինքնանպատակ է։ Երկու դատարկ բաժակները փոխելով մենք չենք կարող հագեցնել, մարդու ծարավը, որովհետեւ դա կլինի մեխանիկական փոփոխություն։ Հիմա Հայաստանում կան մարդիկ, գործիչներ, ովքեր իրենց հռչակում են որպես ընդդիմություն, բայց իրենք այդ բովանդակային իմաստով նույն դատարկ բաժակն են, ինչ որ իշխանությունը, եւ իրենք չեն հագեցնելու ժողովրդի ծարավը, այսպես ճակերտավոր ասած։ Դրա համար իմ կարծիքով ընդդիմադիր լինել Հայաստանում պահանջում է ընդդիմության համար հարկավոր է առնվազն երկու չափորոշիչ, որոնք շատ ֆունդամենտալ նշանակություն ունեն։
Առաջինն է, որ տվյալ քաղաքական ուժը կամ գործիչը պետք է ունենա իշխանությունից տարբերվող մոտեցումներ եւ երկրի զարգացման տեսական գաղափարների մասին է խոսքը։ Եվ երկրորդը, շատ ավելի կարեւոր, տվյալ գործիչը կամ ուժը պետք է համապատասխանի իր արժեքներով, իր սկզբունքներով եւ իր կենսագրությամբ, պետք է համապատասխանի այն տեսական գաղափարներին, ինչը որ ինքը ցանկանում է իրականացնել։ Եթե մարդը իր ամբողջ գործունեության մոնոպոլիստ է, նա չի կարող Հայաստանում հաստատել հավասար հնարավորությունների երկիր։ Եթե մարդը իր կենսագրությամբ կաշառակեր է, եթե մարդը գող ու ավազակ է, նա չի կարող օրինականություն հաստատել։ Սա ֆունդամենտալ ճշմարտություն է։ Եվ սա շատ կարևոր սելեկտիվ ընտրողական մեխանիզմ պետք է լինի քաղաքացիների համար ընտրության գնալիս։ Երբ որ քաղաքացին գնում է ընտրություն կատարելու որևէ ուժի օգտին, որին նա ընտրում է որպես ընդդիմություն, որ հետո դառնա իշխանություն, նա պիտի իր համար ընտրության մեխանիզմը քննադատական վերլուծության արդյունքում պետք է ընտրության մեխանիզմը առնվազն այս երկու չափանիշների վրա կառուցի։ Ում որ ես ընտրում եմ, որտեվ շատերը, գրեթե բոլորը, ասում են շատ լավ գաղափարներ, ասում են հրաշալի ծրագրեր, բայց երկրորդ բաղադրիչը, որը ավելի կարևոր է, պետք է քաղաքացու համար լինի չափորոշիչ։ Տեսությունը լավ բան է, բայց կյանքը բոլորովին այլ է եւ տարբերվում է տեսությունից։ Ցավոք Հայաստանում որպես այդպեսին քաղաքական դաշտ գոյություն չունի։ Ուզում ենք դա, թե չենք ուզում, բայց դա իրականություն է։ Անցած 25 տարիների ընթացքում մենք բոլորս մեղավոր ենք, մեղքի մեր բաժին ունենք։ Իհարկե ամենամեծ մեղավորները իշխանություններն են եղել, որոնք չեն նպաստել, որ քաղաքական դաշտ ձևավորվի եւ այսօր ուզենք թե չուզենք պրոցեսները ընթանում են անձերի շուրջ։ Սերժ Սարգսյան, Կարեն Կարապետյան, Սեյրան Օհանյան, Գագիկ Ծառուկյան, այդ անձերի շուրջ պրոցեսներ են ընթանում եւ իհարկե իմ երազանքն է, իմ ընկերների, իմ կուսակցական ընկերների երազանքն է, որ մեր պայքարի արդյունքում Հայաստանը լինի այնպեսին, ինչպեսին ներկայացրեց մեր օպոնենտը, այսինքն քաղաքական դաշտը լինի քաղաքական դաշտ, որտեղ դաշինքները ձևավորվեն ոչ թե հանուն իշխանափոխության, այլ հանուն այս կամ այն գաղափարի եւ ծրագրի իրականացման, բայց այսօր ունենք այն իրավիճակը եւ պետք է փորձենք փորձը նախադեպերը, որ արժեքային տարբեր համակարգերով տարբեր գաղափարախոսություն կրա քաղաքական աջակցանդալ ստեղծելը ինչով է ավարտվել արդյոք դա չի դառնում որևէ մեկի համար էլի։ Գիտեք, հիմա որևէ մեկը բոլորը ունեն իրենց պատասխանատվության չափը, մենք փորձում ենք եւ ոչ թե փորձում ենք, այլ հանրությանը ներկայացնելու ենք այն ոչ միայն ծրագիր, թե ինչ է պետք անել, այլ մենք ներկայացնելու ենք, թե ինչպես ենք դա տեսնում, ինչպես ենք դա անելու, որովհետեւ շատերն են ներկայացնում ծրագրեր, թե այս բաներում պետք է փոփոխություններ լինեն, նույն հանրապետական կուսակցության առաջնորդը ասում է, մենք տեսնում ենք այն ծրագրերը, որ պետք է իրականացնենք եւ հանրությունը զարմացած նայում է, իսկ որտեղ եք վերջին 10 տարիներին, որ այդ ծրագրերը չէիք իրականացնում։ Մեր դաշինքը հանրությանը հստակ ներկայացնելու այն ծրագիրը, որը մենք տեսնում ենք Հայաստանի զարգացման համար հիմնային, առաջնային եւ հուսով եմ ժողովուրդը կծանոթանա այս երկու ամսվա ընթացքում եւ իր ընտրությունը կատարի։ Ինչ վերաբերվում է ընդդիմությունը, ով է ընդդիմություն, ով ընդդիմություն չի, դա որևէ մեկը նոր ինչ-որ օրենք չպետք է հնարի, ընդդիմությունը, եթե իշխանությունից դուրս ես, ընդդիմություն ես, եթե իշխանության մեջ ես, դու այլևս ընդդիմություն չես։ Մենք հիմա կանցնենք ելքդաշինքին, բայց իբրև հենց ձեր այս հարցի պատասխան եւ իբրև եզրափակում, այս թեմայի։ Եկեք լսենք, թե քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը օրինակ, ինչպես են խոսում նախկին պաշտոնյաների ընդդիմադիր հավակնությունների մասին, լսենք։ Իրենք շատ լավ ժամանակը օգտագործել են, հարստացել են հանրային հարստության հաշվին, յուրացրել են հանրային սեփականությունը, այժմ եկել է հանրության ականջին տարբեր տիպի ճաշեր կախելու ժամանակը։ Դա նույն քաղաքական էլիտան է, նույն իշխանական համակարգին սպասարկող եւ միևնույն ժամանակ օլիգարխիկ համակարգի հետ ներհյուսված, այնպես որ նրանք իրենց խաղը ձևավորել են իրենց պատկերացումների շրջանակում։ Երկարատև ժամանակահատվածով մխրճված էին ամբողջ այդ կոռումպացված գործընթացների մեջ եւ մասն էին կազմում իշխող վարչախմբի, հանկարծ մեկ օրում որոշեցին բացահայտվել այսպես որպես երդվյալ ազգասեր եւ հայրենասերներ։ Քաղաքագիտական իմաստով ով իշխանություն չէ, ընդդիմություն է համարվում,
բայց թե այսպիսի հեզաճկուն եւ իշխանական թևից անջատված ընդդիմությունները վաղուց հավատ չեն ներշնչում։ Տալլաքյանը կարկառուն ընդդիմադիրը 3-4 տարի աշխատում է Սերժ Սարգսյանի կաբինետում, հետո դուրս է գալիս, գիտեք, այս մասին խոսելիս դժվար է զսպել ծիծաղ։ Այնուամենայնիվ նույն համակարգն է, թե հայտնվելով իշխանությունից դուրս, այո, նրանք քաղաքագիտական կանոններով ընդդիմություն են եւ այստեղ տարակույս։ Դասական քաղաքագիտական կանոններով, մանավանդ դասական քաղաքագիտական կանոններով շարժվող երկրներում, որտեղ քաղաքականությունը ինստիտուցիոնալ մակարդակում արդեն կայացած է, այո, այդպես է։ Բայց այնպիսի երկրներում, ինչպիսին որ Հայաստանն է, որը շատ քաղաքագետներ բնորոշում են որպես հիբրիդային պետություն, եւ այդ դրանից բխող բոլոր տարբեր հետևանքներով, բնականաբար կարող են լինել ընդդիմություններ, որոնք տարբեր կերպարանքներով իշխանությունը ստեղծում է իր կլոնները ընդդիմության մեջ եւ փորձում է այդ ընդդիմադիր ձայները եւս կապիտալիզացնի որպես իշխանության համար վերահսկելի ձայներ, որովհետեւ ակնհայտ է, որ եթե դու ունես 30% աղքատությամբ երկիր, որտեղ որ կա սոցիալական բևեռվածություն, որտեղ կա անարդարության զգացում եւ այլն, ապա եթե թույլ տաս, որ այդ ձայները կապիտալիզացվեն իրական ընդդիմադիր դաշտում, ապա կունենաս բավականին մեծ խնդիրներ։ Եվ այս տիպի իշխանության համար ավելի հեշտ է ստեղծել ընդդիմության պատրանքով, շղարշով իշխանություն, որը այդ ձայների մեծ մասը կվերցնի եւ իր համար կլինի վերահսկելի։ Այս իմաստով այսքան մենք տեսնում ենք, որ գործ ունենք պատրանքային ընդդիմության հետ, որը իրականում ընդդիմություն չէ։ Դա բավականության տեսություն է, իհարկե բոլորն է կարող են ենթադրել, որ այս կամ այն կուսակցությունը իշխանության հերթական պրոյեկտն է, բայց եթե այս տրամաբանության մեջ տեղավորվենք, ժողովուրդը հաստատ կմտածի, որ իշխանությունը շատ ավելի լավ այդպիսի կեղծ ընդդիմություն կձևավորի նրանցից, ովքեր երբեք իշխանությունում չեն եղել, պաշտոններ չեն ձեռք բերել, այդպես ավելի հեշտ է նրանց մատուցել որպես ընդդիմություն։ Այնպես որ ես կոչ եմ անում, եկեք ժողովրդի տեղը մենք չորոշենք, թե ժողովուրդը ում է վստահում որպես իրական ընդդիմություն, որը գալու է եւ ինչ-որ բան փոխելու։ Մարդը կարող է երբեք պետական պաշտոնյա եղած չլինի, բայց սերտորեն ստվերային համագործակցություն ունենա իշխանությունների հետ, դա որևէ մեկը չի կարող ապացուցել եւ ամենակարևորը մարդը կարող է դուրս գալ պետական համակարգից եւ իր ազգի համար անի պատմական քայլեր։ Ես հարց ունեմ իմ գործընկերոջի, եթե վաղը Հովիկ Աբրահամյանը հայտարարի, որ ինքը պատրաստվում է ընդդիմադիր գործունեություն ծավալել, դուք նրան կհամարեք ընդդիմություն։ Ես իրեն արդեն իսկ համարում եմ ընդդիմություն, որովհետեւ նա իշխանությունից շատ բարի, շատ լավ անկախ նրանից, թե ես ինչպես եմ իրեն վերաբերում կամ ժողովուրդը դա ձեր անձնական կարծիքն է, որ Հովիկ Աբրահամյանը ընդդիմություն է, թե համախմբում կուսակցության կարծիքը։ Ես ներկայացնում եմ իմ կարծիքը, բայց կարծում եմ գիտեք, նորից եմ կրկնում Հովիկ Աբրահամյանի օրինակը, նա ով այս պահին իշխանությունից դուրս է եկել, անկախ նրանից ինչ պատճառով է դուրս եկել եւ հայտարարում է, որ ես շարունակելու եմ քաղաքական գործունեությունը եւ դուրս չի գալի քաղաքականությունից, նա արդեն ընդդիմադիր գործիչ է։ Պարոն Կոջարյան, այնպես չի, որ ձեր դաշինքի ձեր ձևը էլի քննադատության չի արժան։ Թույլ տվեք մի քանի այս կապակցության փաստարկներ մեն։ Նախ երեքով սահմանափակ դաշինք կազմելով ընդդիմությանը չեն միավորում։ Սա Պետրոս Մակեյանն ասել, ժողովրդավարական հայրենիքը։ Շատ-շատերը ասում են, որ եթե մեկ դաշինք ստեղծվի եւ միավորվեն ընդդիմադիր ուժերը, մինչեւ ընտրությունները արդեն ասում են ամեն ինչ վերջացած կլինի, մինչդեռ ելքը վերջնականապես համաժողովի ընթացքում կարծես փակում է այդ հարցը, հայտարարելով, որ հենց այնպես չեն միանա որևէ մեկի եւ դաշինքին, այսինքն ելքը ըստ էության մերժում է միավորման հնարավորությունը։ Ոչ, նախ ես կարծում եմ, որ շատ լավ է, որ ելքը հայտարարում է, որ հենց այնպես չենք միանա, որովհետեւ Հայաստանի Հանրապետության քաղաքական հիվանդություններից մեկն էլ այն է, որ մարդիկ մտածում են, որ հենց այնպես պետք է միավորվեն, որովհետև գալիս են աչերն ու ձախերը եւ հենց այնպես միավորվում են։ Արևմտամետ եւ ռուսամետները հենց այնպես միավորվում են։ Գաղափարական տարբեր բևեռվածություն ունեցող, տարբեր անցյալ ունեցող, հակադրություններ ունեցող մարդիկ հենց այնպես միավորվում են։ Եվ հետո ներեցեք ես վերջացնեմ, ես վերջացնեմ, հետո դուք դաշինքի անդամներն իսկ հայտարարում են, որ իրանք ոչ արևմտամետ են, ոչ էլ։ Հիմա ես այդ հարցին կպատասխանեմ, եթե դուք ինձ լսեք։ Երբ որ
դաշինքը ասում է, որ հենց այնպես չենք միավորվելու, դա դրան է վերաբերում, սա առաջին։ Ինչ վերաբերում է պարոն Մակեյանի ձևակերպումներին, մենք բնականաբար չենք հայտարարել, որ մենք պատրաստվում ենք բոլորին միավորել, սոսնձել եւ մենք դառնալու ենք մոնոլիտ սուպեր ընդդիմություն եւ գնալու ենք ինչ որ մի ուղիով, որտեղ մենք հասկանում ենք, որ այդ միավորման պատրանք գոյություն ունի Հայաստանում։ Հայաստանում մարդկանց կերակրել են միջև հիմա միֆով, որ եթե բոլորով միավորվենք, ամեն ինչ լավ կլինի։ Մենք տեսել ենք երյակի, քառյակի ժամանակ, որ կարելի է միավորվել եւ հետո կարելի է բաժանվել եւ հետո կարելի է անփառունակ այդ ընդունված համարումը, որ պետք է սև ու սպիտակի հակադրություն ստեղծել, ձեզ համար ոչ, քաղաքականությունը չպետք է լինի սև ու սպիտակի հակադրության մեջ։ Քաղաքականությունը իր լավագույն իմաստով պետք է լինի բազմագույն, պետք է լինի բազմերանգ եւ հենց այդ պլուրալիզմը, որը բնորոշ է ժողովրդավարական երկրներին, պետք է դառնա նաեւ Հայաստանի քաղաքական համակարգի կարևորագույն կոմպոնենտներից մեկը։ Ինչ վերաբերվում է ձեր ռեպլիկին կապված ոչ ռուսամետ, ոչ արևմտամետի հետ կապված։ Նախ ի սկզբանե շեշտեմ, որ Լուսավոր Հայաստանը ստեղծման իսկ օրվանից հայտարարել է, որ մենք արևմտամետ չենք։ Մենք այդ մետության ձևակերպումներից դուրս ենք եւ մենք ասում ենք, որ մենք ցանկանում ենք Հայաստանում կառուցել եվրոպական մոդելի պետություն։ Դա ո՞րն է, որտեղ որ կան զսպումների եւ հակակշռների մեխանիզմ, որտեղ կա օրենքի գերակայություն, որտեղ կան հավասար հնարավորություններ եւ այլն եւ այլն։ Բոլոր այն երեք ուժերը, որոնք որ ստորագրել են համագործակցության հուշագիրը, միանշանակ ցանկանում են Հայաստանում կառուցել եվրոպական մոդելի պետություն եւ եթե դուք կարդացել եք հուշագիրը, ապա այնտեղ որևէ բառ անգամ չկա մետության, Եվրոպան մետության, արևմտամետության կամ ռուսամետության մասին։ Այնտեղ խոսքը գնում է, եկեք խոսենք փաստարկված, այնտեղ խոսքը գնում է եվրոպական մոդելի պետություն կառուցելու մասին։ Եվրոպական մոդելի պետություն։ Եվ այդ իմաստով եւ քաղաքացիական պայմանագիր եւ հանրապետություն կուսակցություն եւ Լուսավոր Հայաստան կուսակցությունը ցանկանում են կառուցել եվրոպական մոդելի պետություն։ Ուղղակի ուզում եմ ասեմ, որ երբ որ այլոց ասում եք արևմտամետները միացան ռուսամետներին, այդպես նաև ձեզ կարող են ասել, բայց որևէ մեկը այսօր Հայաստանում չեմ կարծում, որ հայտարարի, որ իրենք միայն ռուսամետ են կամ ինչ-որ մեկը կանգնի եւ ասի արևմտամետ են եւ դա լավ է, որովհետեւ վերջապես մենք պետք է հասկանանք, որ պետք է մենք լինենք Հայաստանամետ, բոլորս կողմ կարող ենք լինել իրոք եվրոպական արևմտյան մոդելի պետության ստեղծմանը, որտեղ հակակշիռներ են գործում, որտեղ ընտրությունները չեն կեղծվում, որտեղ խայտառակ ռեյտինգային համակարգի ներդրում տեղի չի ունենում, եւ ես կարող եմ կոնտեքստից կտրվեմ, ես ուղղակի ուզում եմ ասել, որ մեր երկրի այսօր խնդիրներից մեկը դարձավ այս ռեյտինգային խայտառակ ընտրությունը։ Մեծ առաջադրվում են ՀՀԿ-ից, այլ դաշինքներից եւ իրենց թվում է իրենք մեծամասնական տեխնացուներ են։ Հասկանալի։ Եկեք վերադառնանք այնուամենայնիվ միավորմանը, արդյոք ելքի դաշինքի առաջնորդների մեջ այս իմաստով չկան տարաբևեռ մոտեցումներ։ Ես ուզում եմ հիշեցնել, որ հենց ազատության տաղավարում, ասենք, քաղաքացիական պայմանագրի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ ուզում էինք ստորագրել, արդեն ստորագրել ենք, մինչդեռ Լուսավոր Հայաստանի ղեկավարը Էդմոն Մարուքյանը, ահա թե այդ չմիավորվելու հետ կապված իրենց ուղված կշտամբան կասեմ, հա, երևի դրան ինչ հակափաստարկ է ներկայացնում, լսենք։ Դրանք տարբեր տեխնոլոգների կողմից ներդրված ծրագրեր են, ընդդիմությունը միասնական է եւ երկդաշինքը միասնական դաշինք է, երկդաշինքը առաջինն է հուշագիր ստորագրել, առաջինն է հայտարարել ընդդիմադիր դաշտում կոնսոլիդացիայի մասին եւ առաջինն է ասել, որ մեր դռները բաց են կոնսոլիդացիայի համար։ Եվ մենք սպասում ենք այդ կոնսոլիդացիային։ Հետեւաբար ովքեր որ մեզ դիմել են, մենք քննարկել ենք եւ հիմա էլ ես կրկնում եմ, այո, այդ քննարկումները կան Ժառանգություն կուսակցության հետ։ Այսինքն այստեղ ես այնուամենայնիվ ինչ որ տարբերություններ տեսնում եմ, այսինքն նույնիսկ Հանրապետություն կուսակցության եւ Լուսավոր Հայաստան եւ կոնկրետ քաղաքացիական պայմանագրի դիրքորոշումի մեջ դուք ինքներդ կփաստեք կամ կհաստատեք, որ կա այս մարտավարական ինչ որ տարբերություններ։ Ոչ Բնականաբար դա կարծում եմ թյուր ըմբռնում է եւ ես այժմ փորձեմ սպառիչ պատասխանել դրան։ Գոյություն ունի հուշագիր եւ այդ հուշագրում սևը սպիտակի վրա պարզ գրված է, որ երկդաշինքը բաց է միավորումների նոր մասնակիցների համար եւ որոշումները այդ իմաստով քննարկվում են եւ ընդունվում են կոնսենսուսով։ Այս պահին մենք քննարկումներ ունենք Ժառանգություն կուսակցության հետ, մենք քննարկումներ ունենք նաեւ առանձին անհատների հետ եւ եթե լինում են առաջարկներ այլ քաղաքական ուժերի հետ։ Ներողություն, Ժառանգությունը այնուամենայնիվ կարծես համախմբան հետ է։
վերջնական ժառանգությունը առայժմ որոշում չի կայացրել, մենք գիտենք, եւ գիտենք նաեւ որ ժառանգությունը ներքին որոշակի դժվար ժամանակներ է ապրում եւ հուսանք որ այդ խնդիրները կկարգավորվեն, այսինքն այն թեզերը որ երկդաշինքը սահմանափակել է իրեն, դա միանշանակ խեղաթյուրում է իրականությունը, գուցե մենք մեզ սահմանափակել ենք որոշակի տեսակի եւ որոշակի մտածողություն ունեցող մարդկանց համար։ Այո, մենք կարող ենք մեզ սահմանափակել այն մարդկանց համար եւ այն ուժերի համար, ովքեր որ չեն համապատասխանում այն արժեքներին եւ այն սկզբունքներին, Հայաստանի կառուցման ապագայի կառուցման այն տեսլականին, որը որ մենք ենք կիսում, որովհետեւ այդ հուշագրի մեջ պաշտոնապես մենք ստորագրել ենք որոշակի փաստաթուղթ եւ որոշակի տեսլական ենք մեզ համար ворթեգրել։ Նաեւ արդեն համաժողովի ընթացքում մեր հրապարակված տեսլականի իմաստով։ Այսինքն այս տեսանկյունում միավորումները միանշանակ հնարավոր են, բայց դրանք նախ եւ առաջ պետք է քննարկվեն։ Իսկ պարզապես ասել, որ դե երկդաշինքը իրեն սահմանափակել եւ չի ուզում որ ամբողջ ընդդիմությունը միավորվի, դա ինձ թվում է իրականության խեղաթյուրում է։ Սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը առաջին լրատվականին տված հարցազրույցում արտահայտվել էր հօգուտ պայմանական Ծառուկյան դաշինք անվանումով միավորման, որը դեռ չի հայտարարել դե յուրե իր գոյության մասին, նշելով, որ եթե հնարավորին չափ լայն դաշինք լինի, ապա դա կարող է հակակշիռ լինել իշխանությանը եւ լրագրողի դիտարկմանը, թե ինչպես կարող է իշխանության թույլտվությամբ քաղաքականություն վերադարձած անձը եւ նրա շուրջ ձևավորված դաշինքը այդ գործառույթը իրականացնել, նա ասել էր, որ այդ հանգամանքը կա, բայց ժողովրդին այլ բան է հետաքրքրում, ինչ ուժ հզորություն ունի այդ ուժը եւ այստեղ ուղակի մեջ բերում եմ անում, օրինակ նոր ձևավորված ընդդիմադիր երկդաշինքը չունի այդ հնարավորությունները, դաշինքը նոր է ձևավորվել, ժողովուրդը նրանց դեռ այդքան էլ լավ չի ճանաչում, դաշինքին մաս կազմած ուժերը 1-2 տարվա կյանք ունեն, նրանք չունեն այդ ռեսուրսը, հնարավորությունները, ինչ անհրաժեշտ է ընտրությունների ժամանակ։ Չեմ կարծում, որ 2 ամիսը բավարար է այդ ռեսուրսները հավաքելու եւ ժողովրդին ապացուցելու, որ նրանք կարող են իրավիճակ փոխել երկրում։ Ձեր մրցակցի հետ կապված է գնահատականը ինչպես է գնահատում, ինչպես է վերաբերվում։ Դեք այստեղ մի կարևոր հանգամանքի մասին ես ուզում եմ նշել, այո, Հայաստանում ցավոք սրտի ռեսուրսները շատ մեծ դեր են խաղում, այսինքն ամբողջ աշխարհում, բայց քանի որ Հայաստանում անհավասար պայմաններ են ստեղծվել, ինչ որ մեկի մոտ ռեսուրսները շատ են, ասենք իշխանությունների մոտ, ընդդիմադիր դաշինքների մոտ ռեսուրսները քիչ են։ Դա փաստ է եւ ավելին, քանի որ հերոստա ալիքները եւս մեծամասամբ ներկայացնում են իշխանությունների տեսակետը, թե ելք դաշինքինը, թե մեր դաշինքինը դուրս գալ հերոստա եթեր շատ դժվար է եւ երբ որ դա լինում է, դա ասենք մեղմ ասած հրաշքի նման մի բան է լինում, թե ինչպես հայտնի հաղորդավարուհիներից մեկը բոլորին կանչում է իրեն հյուր, հարց է ուղում համախմբում կուսակցության մասին, բայց երբևէ մտքով չի անցնում կամ անցնում է, բայց չի կանչում, որևէ համախմբման ներկայացուցիչ չի կանչում այդ հարցերը տալ։ Ուզում եմ ասեմ, որ նյութական միջոցները շատ է կարևոր, բայց շատ է նաև ուռճացվում դրա դերը։ Ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը ճիշտ է աղքատ է, ոչ թե 30%-ն է աղքատ, ես կարծում եմ պաշտոնականը պարզ է, բայց այսօր մի նեղ խումբ 10% ապրում է ճոխության պայմաններում, 90%-ը օրվա հացի խնդիր է լուծում, մի մասը ծայրահեղ աղքատ է, բայց չնայած դրան մեր ժողովուրդը կարողանում է հասկանալ, թե ում պետք է ձայն տալ, ում պետք չէ տալ։ Իհարկե, նորից նշմարվում է արդեն այդ ռեյտինգային տեխնացուների միջոցով արդեն իսկ գյուղական շրջաններից, գյուղերից մենք տեղեկություններ, ահազանգներ ենք ստանում, որ այս կամ այն ռեյտինգային ապագա տեխնացուն արդեն ինչ-որ աշխատանքներ է սկսել, խոստումներ, մեծ փողեր եւ այլն եւ այլն։ Երբ որ իշխանությունները դա չեն վերահսկում, իրոք շատ դժվար է այդ ռեսուրսի դեմ դուրս գալ։ Մնում է գաղափարական պայքարը, մնում է ժողովրդին պարզ ասել, սիրելի հայրենակիցներ, եթե ցանկանում եք հաջորդ 5 տարին ավելի վատ ապրել, խաբվեք եւ կրկին քվեարկեք իշխանության ռեյտինգային, այսպես կոչված տեխնացուների օգտին, որովհետեւ չի կարելի հորքուրի տղայի կամ հարևանի տղայի հանուն դուք դեմ քվեարկեք ձեր երեխաներին եւ ձեր ապագային։ Վերջին հարցը, հա,
որը տեսակ ամփոփենք մեր այս զրույցը։ Տեսեք, երկու գնահատականն էլ հնչում է, որ այս ընտրությունները իրենց մեջ արդեն իսկ դրական ինչ որ նմուշ կամ նշույլ պարունակում են, քանի որ նկատելի է քաղաքական դաշտի խոշորացման միտում, չեն քննարկում, արդյոք դա որքանով է իր մեջ որակական հատկանիշներ պարունակում, բայց միևնույն ժամանակ նաև վերլուծաբաններից մեկի դիտարկումներ, որ քաղաքականության մեջ միավորումները միշտ չէ, որ ուժեղացնում են միացյալ ուժին, եւ սա պարզ մաթեմատիկա չէ, քաղաքականության մեջ հնարավոր է, որ երկու դաշինքներ, որոնք առանձին ավելի հզոր լինեն, քան միայնակ, եւ շատ դեպքերում նաև ընտրազանգվածները կարող է այդ դաշինքների իրար հակադիր մոտեցումներ ունենան, եւ այսինքն պարզ մեխանիկա չէ, որ դաշինքը միանա դաշինքին, ապա այդ դաշինքը կլինի ավելի հզոր։ Այս երկու մոտեցումներից խոշորացում կամ չգնալ այդ պարզ մեխանիկական լուծումը, որը կգերակայի ձեր կարծիքով։ Ես միանշանակ դեմ եմ ինքնանպատակ խոշորացումներին, որովհետև կարող է լինել խոշորացում ադմինիստրատիվ, ֆինանսական ռեսուրսների շուրջ, որտեղ գոյություն չունի գաղափար, որտեղ չկան տեսակետներ, որտեղ չկա արժեքային տարբերություն իշխանության նկատմամբ։ Այսինքն սա մենք պետք է հստակ ֆիքսենք։ Եթե տեղի ունենում խոշորացում մի քաղաքական մտածողության եւ տեսակի շուրջ, որը այլընտրանք չի իշխանությանը, հետեւաբար դա տանելու է քաղաքական դաշտի ել ավելի դեգրադացիայի։ Եթե տեղի է ունենում խոշորացում, որը հնարավորություն է ընձեռում տարբերվող քաղաքական ուժերին, քաղաքական դիսկուրսի մեջ ներմուծել այլընտրանքային գաղափարներ եւ այլն, ապա դա միայն կարելի է ողջունել։ Եվ այս իմաստով նաեւ գալով ելքդաշինքի նպատակներից մեկին, ես ցանկանում եմ շեշտել, որ մեր համար կենտրոնական թեմաներից մեկը նաեւ քաղաքական սերնդափոխությունն է, որովհետեւ եթե մենք ցանկանում ենք Հայաստանում մտցնել թարմություն, մտցնել նոր գաղափարների շրջանառություն, ապա մենք պետք է խոստովանենք, որ Հայաստանի վերջին 25 տարիների ընթացքում մեր երկրում քաղաքական սերնդափոխություն չի եղել։ Մեր երկրում գոյություն ունեն մի շարք քաղաքական դինոզավրեր, որոնք վաղուց պետք է հեռանան դաշտից, որոնք վաղուց արդեն սպառել են իրենց։ Հայաստանի քաղաքական էլիտայի հավաքական ինտելեկտը նույնիսկ հերիք չի անում, որպեսզի մեր աղքատությունը մեղմի։ Հանրապետություն կուսակցության առաջնորդը նոր գործիչ է։ Ես նկատի չունեմ տոտալ ամբողջական երիտասարդացում, որովհետև դա էլ հակառակ բևեռն է եւ հակառակ ծայրահեղությունն է։ Ես նկատի ունեմ եւ մենք նկատի ունենք որակական սերնդափոխություն, որը կհամադրվի ավագ սերնդի կոնստրուկտիվ փորձի հետ։ Բայց եթե մենք քաղաքական դաշտը կարծրացնում ենք եւ քաղաքական դաշտը նորից խոշորացնում ենք այդ կարծրացած մտածողության շուրջ, ապա մենք հայտնվելու ենք նորից նույն կոտրած դաշտակի առջեւ։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Հիշեցնենք, որ Ազատության ուղիղ եթերում տեսակետների խաչմերուկ հաղորդաշարում այսօր հանդիպեցին Համախմբում կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյանը եւ Լուսավոր Հայաստան կուսակցության քաղաքական խորհրդի եւ Ելք դաշինքի անդամ Հայկ Կոնջորյանը։ Հաղորդումը վարեց Աննա Իսրայելյանը։